Ողջույն ձեզ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք Ժորժ ջան, ես նույնպես լավ եմ, զբաղված եմ շատ, հյուրեր ունեմ, անընդհատ միասին ենք, նույնիսկ չի ստացվում, որ միանամ ձեզ նկարեմ, աղջիկները նույնիսկ առաջարկում են, որ իրենք ինձ նկարեն, պատկերացրեք, որ ժամանակ անգամ չի լինում, որ նույնիսկ իրենք ինձ նկարեն, շատ արագ են անցնում ժամանակը և շատ ծանրաբեռնված էլի խտացված։ Մի խոսքով այսօր դպրոցների վերջին օրն է, արդեն գնում եմ վերջին անգամ ճուտոյին տանեմ, ունեմ մի փոքր ծանոց Վինտեդից, տանենք տեսնեմ որտեղ է ազատ լինում, ուղարկենք ծանոցը, ճուտոյիս հետ այդպես օրս անցկացնեմ ու վերջ, արդեն արձակուրդները այսօր Ֆրանսիայում դպրոցների վերջին օրն է, քոլեջները արդեն վաղուց արձակուրդի մեջ են, մնում է, որ դպրոցականները, ոնց որ տարական միջին են սկիզբ էլի այդ դասաները, մի խոսքով եղանակը լավն է, էլի շոքեր են սպասում, բայց լավ է, շատ ահավոր շոք չի, քամին էլ դե կա ու անպակաս է, այսքան բան էս պահի համար, հետո էլի ձեզ հետ կմիանամ։ Հենա դպրոցի դեմ կանգնած, արդեն դիմացի մայթում, տեսեք, երեկ պիտի գնանք այսօր, մենք ծնողներով ներս կարծես թե դպրոցի բակում մարդ չլինի, մարդիկ անցան, հələ գնամ առաջ, երևի թե մենք պիտի գնանք, հա, ենթադրում եմ գնանք վերցնենք, երևի ինչ ունեն չունեն երեխեքը, չնայած արդեն 3 օր է դպրոցի գույքը տուն ենք տանում, դե լավ, հələ գնամ տեսնեմ, ու էլի նորից միանամ ձեզ Ժորժ ջան։ Ժորժ ջան, փաստորեն վերջին օրն է իրանք պիտի ուտեն, այդ ձև էլի ոնց որ պիկնիկի նման մի բան է ու հրաժեշտ տան, դե գնացի ներս։ Հիմա առաջ գնամ ու տեսնեմ թե ճուտոս որտեղ է։ Ես էլ այստեղ նստեցի, եկա նստեմ, Գաբրիելին գտա վերջապես, ասեց էլի եմ ուզում խաղալ, ոչինչ թող խաղա, ես էլ մի քիչ հանգստանամ, որովհետև անդադ վազքի մեջ ոգնել եմ շատ, դե պարզակի չեմ քնել, հիմա նայեմ, չնայած ինձ համար տխուր է, ամեն մարդ մի ձևով է ընկալում, ես հրաժեշտներ չեմ սիրում, արդեն բազմիցս ասել եմ, ու չգիտես ինչի ես եմ տխրում, հետո տխրում եմ նաև, որ այստեղ կան ծնողներ, որոնց երեխեքը արդեն գնում են քոլեջ, և կան երեխաներներ, ոնց են գոռում է, էլի որ գնում են, այսինքն իմ ծանոթներին հրաժեշտ եմ տալիս, արդեն տակասում են իմ ծանոթները, նորերի հետ այդքան դեռ չենք շփվում, բայց հիմերի հետ շփվում ենք, մի խոսքով հովտեղ եմ գտել ու նայեմ տեսնեմ ոնց են խաղում, կարող այս ընթացքում գնամ այն ընկերուհուս որ ցույց տվեցի նրանց հետ խոսեմ, այն միացել են արդեն, այդ ծնողներից մեկը կա, Մարոկացյանն այլ արդեն գնում, աղջիկը գնում է քոլեջ, մի խոսքով հրաժեշտի օր է, վերջին օրն է, այսպես ուրախ, մի քիչ տխուր, հրաժեշտ եմ տալիս, երեխեքի փոխարեն ես եմ տխրում կամ ուսուցիչների կամ էլ ծնողների, տնենք հայերս այդպես ենք էլի, մի խոսքով այս պահի համար այսքան է, էլի կմիանամ ձեզ։ Ժորժ ջան, նայեք հին շորերը բանը բերում են տարվա վերջին այսպես դնում դպրոցում, ով ուզում է մոտենում վերցնում է, այս մի քանիսն են մնացել, դե մենք արդեն գնում ենք, ճուտոս ինձ սպասում է։ Ժորժ ջան, եկանք ճուտոյիս հետ իրանց հին շենքի այս փոքրիկ այգի պուրակը, որտեղ գրեթե մարդ չի լինում, հենց իր զույգն է, այստեղ էլ փաստորեն ճուտոս ճանաչեց այս զույգին, որ շունիկով քայլում են, իր եղբոր դասընկերն է, արդեն ընկերուհի ունի 14 տարեկան է, բա, դիմաց զինվորական բաժանմունք է, զորամիա, ինչ է, զինվորական վաշտ է, այս կողմը հետաքրքիր շենք է, միշտ մի տատիկ էր գալիս այստեղ նստում, զրույց էինք անում, քանի որ ճուտո ենք, նախկինում ապրում էին այն հեռու ծառերի մեջտեղի կարմիր շենքում, մոտիկից որ գնանք ցույց կտամ, և այստեղ միշտ հանգիստ է և անվտանգ էր, դեռ ինքը փոքրիկ է շատ, իր սայլակի մեջ դրած բերում էի, իր եղբորը, այստեղ զբաղվում էին, բանն էին նստում պտտվում
Հիմա ճուտոզ վայելում է, հետաքրքիր նաև որ իմ բնավորությունը ունի, երևի նմանվում ենք։ Ասում է տխուր եմ այսա, ասում է, արի գնանք զբոսնենք այդ այգում, հիշեմ որոշ բաներ, ասում է հիշողությունս վերականգնի, ընկերներս գնացին հրաժեշտ տվեցի, ասեցի արի գնանք, շատ հեռու է ասեմ ձեզ, բայց եկել եմ իր հետ այստեղ, որ մի քիչ ինքը իրեն լավ զգա։ Կարևոր չի որ ես ամբողջ օրը քայլել էի, հետո էլ այստեղ եկանք գնացինք հանձնեցինք ծանրոցս, որից հետո նորից եկել ենք այստեղ, մի խոսքով տատ ու թոր այսպես սպորտ անելով ման են գալիս, ինքն էլ իր համար զբաղվում է, եթե հավանել եք այս ձևը նկարելու ասեք, մենակ Անահիտը արձագանքեց, այսպես խիղճս հանգիստել է, համ խոսում եմ ձեզ հետ, համ նայում եմ իրեն, իսկ այն ժամանակ դե միշտ չեմ նկարել, գիտեք, եթե գոնե կողքս ա եղել, ապա շատ զգուշ, սենց անհանգիստ վիճակով խոսել եմ, դե հսկողությունս, որ իրա վրա լավ լիներ։ Էնպես որ սիրելիներս, ընդեղ լավ են ասում, իրանց ծիծաղում են, հովի տակ է, ստվերում եմ նստել, տեսեք ինչ հետաքրքիր է, մեծ ծառեր են, ահա, այսպես ժողովուրդ ջան, շատ լավ է, հենա ճուտոս էլ իր համար զբաղվում է, ես էլ մի քիչ հանգստանամ, ջանիկներ ջան, հետո արդեն կտեսնենք, թե ինչ ենք անելու, ոնց ենք անցկացնելու մեր օրը, հարմար բաներ լինի, կնկարեմ, էլի կտեսնեք, ու տեղեր ենք գնում, բայց չի ստացվում, հիմա եթե գնանք քաղաքից դուրս, էլի կնկարեմ, կտեսնեք, դե առայժմ այս պահին համար։ Հələ նայեք հեռվից, ուրեմն այս սիրուն մեջ շենքը իրանցն է եղել, այն էլ Սուրբ Անդրեի եկեղեցին է, այս շենքը շատ շուտ նախկինում եղել է բանտ, բայց նենց են վերանորոգել, նենց են սիրունացրել ներսը բանով, հսկողով, գորգերով, շատ հետաքրքիր բան է ու փակ այս հատվածն էլ աշխատողներն են ապրում ստեղ, այդ ժամանակ է ձև էր, այսինքն մի քանի տարի առաջ, հələ նայեք շենքի այն վերևի մասում քանդակներ արած, մի խոսքով շատ հետաքրքիր շենք։ Այս էլ հին քաղաքն է, հին քաղաքի նորից բարև ձեզ ժողովուրդ ջան, տանն եմ, բայց հազիվ եմ տուն, հասել չեք պատկերացնի, հələ մի հատ սուրճ խմեմ ու խելքս գլուխս գա։ Չգիտեմ ինչու այդպես եղավ, որ ասեմ շատ քայլեցի, հա, շատ քայլեցի, բայց ահա որ շոքել չէր, շատ վատ, գլխացավել չէ, գլուխս չաշխատելու նման, ասենց օրորվելով հազիվ հասել եմ տուն, պատկերացնում եք, պայմանավորվել ենք, որ միասին գնալու ենք, զանգեցի Կարենին, իրանք արդեն դե դուրս էին եկել, ես պիտի միանա իրանց, բայց հնարավոր չէր, ասի գլուխս չի ենթարկվում ինձ, մի հատ գնամ տուն, եկել եմ մի քանի րոպե նույնիսկ պառկել եմ, որ ասեմ քնել եմ, չեմ քնել, բայց չգիտեմ ինչ որ մի բան այն չէր, հետո մտածում եմ կարող է էլի եղանակից է, բայց եղանակն էլ տես դեռ շոկ չի, էլի տեսակ, հաճելի տակ, հա, շոքերը կլինեն ամսի 6-ից, մի խոսքով, հիմա տանն եմ, որոշեցի ձեր հետ սուրճ խմել, որովհետև ժամանակս իրականում չի բավականացնում, ես չեմ կարողանում, միգուցե ես եմ սխալ, որ ասենք թե մարդիկ անթեկուս իրենք ասում են նկարենք, դու խոսա բան, բայց հələ որ չի ստացվում։ Սուրճս խմեմ ձեզ նվերները ցույց տամ, ու մի հետաքրքիր բան պատմեմ։ Քանի օրերը շատ չեն անցել, էլի ամսի 1-ին կատարված հետաքրքիր մի դեպքի մասին էի ուզում ձեզ հետ խոսել։ Դուք գրեք մեկնաբանություններում, դե չնայած ես չգիտեմ սա երբ ես կմոնտաժեմ, կգնա YouTube, միգուցե ուշ լինի ու այդ ժամանակ է շոկերը սկսված լինեն, բայց գրեք իմանամ, տեսնեմ ձեզ մոտ ինչ եղանակներ են ժողովուրդ ջան, որ երկրից եք գրում ու կկարդամ շփվենք էլի, դե արդեն վերջ դպրոցին, իրոք հոգնեցի, որովհետև ինչքան էլ ուզում լինի, գնացի դպրոց, դեից գնացինք այն բանը ուղարկեցինք
ծանրոցը հերոտեղ քայլելով եկել ենք նորից հետ գնացել ավելի խորքերը այդ հին այգին։ Չէի մտածում մարդիկ, որ իրար հետ շփվում են, երևի նմանվում են կամ հատկապես դու ծնող ես, իմ տարբերակում ծնող չեմ, բայց էլի շփվող դաստիարակող եմ։ Երևի իմ բնավորությունից ունի ջուտոս, ինքն էլ արդեն այդ ձև ցույց է տալիս կարոտը, տխրությունը, ու նենց հետաքրքիր էր, որ հենց որ ասում է տխուր եմ, արի գնանք հիշողություն էլի, որպես գնանք հիշենք, հələ ես ուր էի գնում փոքր ժամանակ, դու ինձ ուր էիր տանում, ու անդադ ինքը դա հարցնում է, ես ինչ էի անում, դու ինչ էիր անում, դե ոնց որ բոլոր երեխեք էլ, ու իրան դա հաճելի է, որ ես ականատեսն եմ իր տարիների մեծության, էլի մեծանալու, բաներ կա, որ ես իհարկե մոռացել եմ, բայց բաներ կա, որ հիշում եմ, իհարկե միշտ նկարել եմ տարբեր տարիքում, բան ինչ-որ պահեր հետաքրքիր կարողացել եմ էլի պահպանել։ Վայ, այս երկրորդ սուրճը արդեն գիտեք ապարատի սուրճը։ Մի խոսքով, այս տարին էլ փակեցինք, այս մի տարին էլ մեծացանք, այս մի տարին էլ անցավ, մի քիչ տխուր, մի քիչ ուրախ, ինչև է, ամեն մարդ մի ձևով է մտածում։ Սուրճս արդեն համարյա թե վերջացավ, ընթացքում ձեզ ցույց տամ իմ նվերները, ինչ նվերներ եմ ստացել մեր բարեկամուհիներից եւ այդ պատմությունս պատմեմ։ Ուրեմն այս գեղեցիկ շարֆիկն եմ ստացել, դեռ դե պարզա չեմ բացել, չափերը մեջ ատլասի կտորից է, այդպես Այս շարֆիկը և Հայաստանում չեմ ուզում գովազդել, ինչ-որ քոշեն բնական ֆիրմա է դուրս եկել, իրենք այսպես նայեք, նվերային բաներ ունեն, մեջը խնամքի, մարդու խնամքի բաներ են, հիմնականում բաղնիքային, իրենք ստեղծում են ինչ-որ սպունգներ կամ այդ բաղնիքի, ինչ են ասում հիմա հանում, սպունգ ես գիտեմ, ուրիշ չգիտեմ, այսպես բան են ստեղծում, ստանում են սա, աճեցնում են, բնական այս սպունգն է, որ մերսման համար դեմքի երևի սա ավելի շատ, ունեն բնական փայտից իրենք այս սանրներից, որ ասում է գլխի մաշկը վերականգնում է, մազերի որակը կարգավորում է, չգիտեմ էլի ռեկլամն է, ահա, այս փայտի սանրն է, հաճարի փայտ, դե մի հատ բանը հայերի է, իհարկե պլոնկան է դրված, այս էլ հայելու մաքրելունն է, այստեղ կախիչ է, թե ոնց են կախելու չգիտեմ, իրենց այս բնական ծաղիկների փունջն է, հոտ չի գալիս և ինչ-որ այս ձևի շկատուլկա, ահա, այս կոմպլեկտն է ստացել, շարֆիկի հետ միասին, այս ճիշտ դասավորեմ, ահա, ամյո բանկ, ամյո գեղեցկուհի, այդ ձև էլ հայերեն գրած է, տոպրակը իրա, իսկ մյուսն է ստացել էի բնականաբար զարդ, այսպես կախազարդ, կուլոնով, կուլոնի գույնն էլ ամեթիստ է, թե ամեթիստի նման է, ունեի ամեթիստի շարան, իմ փետրվար ամսվա քարն է ամեթիստը, այս էլ այդ կուլոնը, ահա, այս նվերներն եմ ստացել, շնորհակալություն նվիրողներին, այս, հիմա մի շատ հետաքրքիր բան է եղել, միգուցե արդեն գիտեք, ես ուզում էի հենց ամսի մեկին այդ օրը անեի, բայց չստացվեց էլի, ինչև է, հիմա մի հետաքրքիր ուրեմն պատմություն նկարներն էլ արդեն դուք կտեսնեք տեսանյութում, թե խոսքը ում մասին է։ Նախ ասեմ, որ աղմուկը դեռ պահպանվում է մեր շենքում, ներկել են, վերջացրել են, հիմա էլ ոնց որ եկել են, ուզում են այս մետաղի այդ հարմարանքներ, աստիճաններ, որ իրենք
դասավորել են միջև վերև, դրանք եմ ոնց որ թե հանում։ Դրա համար մի տեսակ ուզում եմ շտապել միտքս ավարտել, երևի թե չեմ կարծում գնացած լինեն, ոնց որ ձայներ է գալիս, որ թխկը շխկը չանեն ու խանգարեն։ Ուրեմն մի զույգ կա, Անգելինա Նիկոլայան եւ Իվան Կուզնեցովը, ովքեր շատ մեծ բարձունքներ են հաղթահարում եւ վատը նա է, որ նրանք առանց անվտանգության այդ կանոնները պահպանելու են բարձանում, վստահելով մեկը մյուսին։ Իրար այդպես օգնում են, այսինքն շատ վտանգավոր կյանքի համար գործեր են անում, բայց միշտ կարողացել են բարձրանալ ցանկացած քաղաքների բարձր կետեր։ Հիմա ամսի 1-ին, հուլիսի 1-ին այս զույգը բարձրացել է ուրեմն Նյու Յորքի Empire State Building աշտարակը։ Ուրեմն այդ աշտարակի վրա են բարձրացել ամենաբարձր կետում փակցրել են մի վահանակ այսպես, որտեղ գրված է եղել, որ երբ սերը պակասի իշխանության սիրո հանդեպ, ապա աշխարհում խաղաղություն կլինի, կտիրի։ Եվ այդ բարձունքում, այդ ամենավտանգավոր տեղում, որ շատ բարձր է, այդ աղջկան Իվանը առաջարկություն է արել ամուսնության։ Այս ամենը իրենց նկարահանել եւ իրենց հետևելիս են եղել թե լրագրողները, թե ոստիկանները ուղղաթիռներով։ Դրա համար կադրերում հենց վերևից է նկարահանումները արած։ Մի խոսքով, այս անվախ զույգը բարձրացել է ամենաբարձր աշտարակներից մեկը եւ իջնելիս, հենց երբ իջել են արդեն գետնի վրա, անմիջապես ձերբակալվել են։ Նրանց սպառնում է բանտարկություն։ Հիմա կորոշեն, թե ամեն մեկին քանի տարի են դատապարտելու, որովհետեւ չթույլատրվող արարք են արել։ Պատկերացնում եք, նման ռիսկերի են մարդիկ գնում, նաև վտանգելով իրենց կյանքը։ Հիմա, եթե դուք դեռ տեղյակ չէիք, իմացեք ինձանից եւ ասեք, արդյոք արժե վտանգել իրենց կյանքը, բարձրանալ այդ աշտարակի վրա, ինչու՞ չէ նաև սիրո առաջարկություն անել, արժե, թե չարժե։ Կարող եք գրել մեկնաբանություններում ձեր կարծիքը, սիրով կկարդանք, կքննարկենք։ Մի խոսքով, այսպիսի բան է, Ժորժ ջան, ես էլ դե արդեն գիտեք, շատ բնականաբար անհանգիստ, խառը, դե որ հյուր ես ունենում, պատասխանատվությունը մեծ է լինում, լավ է, որ գոնե այսօր ավարտեցինք դպրոցը, թե չէ արդեն երկուշաբթի կամ մյուս օրվանից եթե շարունակվեր աշխատելը, ավելի հոգնեցուցիչ կլիներ։ Ինչ ասեմ, ամեն ինչ լավ է, համով բաներ եմ պատրաստել, հավանեցին, ուղղակի չեմ հասցրել նկարել։ Մի խոսքով, մի քիչ կարճ տեսանյութ, բայց հենց քաղցր ավարտով ձեզ դատին կհանձնեմ, հետո կհանդիպենք տարբեր օրեր, տարբեր տեղեր կգնանք, կարճ կլինի, թե երկար, եթե ստացվի, կնկարեմ, եթե անգամ ստացվի, որ իրենք ինձ նկարեն, ավելի լավ։ Այսքան բան, սիրելիներս, դե համոզված եմ, որ շատերը արդեն գնացել են արձակուրդի, թեկուզ հենց Հայաստան։ Մի խոսքով, ով որտեղ հանգստանում է ձեզ բարի հանգիստ, սիրելիներս, եթե դուք էլ կարողանում եք դիտել իմ տեսանյութը հենց այս պահին, ուրեմն շնորհակալ եմ։ Ապրեք շատ, չմոռանաք լայքել, աստղիկներ ուղարկել, երբ լայքում եք, անմիջապես տակը այսպես ժապավեն է գալիս եւ աջ անկյունում կախված ձեր հեռախոսի լեզվից գրված է, դուք այդտեղ կարող եք սեղմել ու տեսնեք, որ աստղիկները այսպես պտտվում են, թվեր է ավելանում, այդքան բան, դե առայժմ այսքանը, կհանդիպենք սիրելիներս, մի քիչ հոգնած եմ, թե չէ էլի բան ունեի ասելու, կմնամ ենք հետո առանձին կշփվենք, այսքանը